Ողջույն աշխարհի ամենաջեր եւ ամենաճաշակով հետևորդներին թանկագիններս։ Վահանին բերել եմ պարապմունքի ազատ ժամանակ ունեի որոշեցի սրճեմ։ Նաեւ քիչ անց պետք է գնամ Վարսավիրանոց, ուզում եմ մազերիս տակերը տամ մի քիչ խնամել։ Ստեղ Վահանին էսպիսի շամպույն եմ գնել, մի հատ հոտը նայենք։ Այ, կարամելի հոտ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Իրավունք չունեմ, չէ՞ ես մենակ։ Այնտեղ ապարապում եմ, ես էլ ասի գամ մի 2 րոպե շունչ քաշեմ։ Լավ եք դուք։ Սա նախատեսված է համ մազերի համար, համ շամպույնն է, համ մարմնի համար մարմնի գելա, համ պարզապես լվացվելու համար։ Ինձ թվում է տուփը Վահանին դուր կգա։ Սա ինձ համար մազերի դիմակ է, հիմա բույրը կտեսնենք։ Վայ, բաց էր մի անգամից է, վայ չէ, բաց չէր։ Այս ինչ է տակրքիր։ Ես հիմա չգիտ շոտ լավն է։ Մազերի բալզամ, առանց մազերի բալզամի մազերը դառնում են դեզ։ Այս շամպունը տղամարդունը հատկապես շատ է դուրս գալիս։ Միշտ տղամարդունն եմ առնում, այս անգամ չգիտեմ։ Գործ չունի խելոք նստած։ Հա, բայց ինչ արել ես մարդը նստած է իր համար։ Մի բզբզացեք, թող նստի, ավելի լավ է նստի, քան թե գորգռա բան անի։ Այստեղ իմ դիմաց, դե իհարկե ես դիմաց ոչ եմ տապատապեմ էկրանը դեպի իր կողմ, բայց նստած մի հատ մարդ մի քիչ զգացում է, որ այդքան էլ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, հա, ու անընդհատ ոնց որ մարդիկ փախ են անում, իրեն պահանջում են աշխատակիցներից, որպեսզի այդ մարդուն ստեղից դուրս անեն։ Իր համար նստած է ուղղակի ոչ մի բան չի անում, բայց ովքի մարդիկ ոնց որ շնորհում, ուզում են որ ինքը գնա ստեղից։ Ես էլ քիչ առաջ աշխատակիցներ ուզում են իրեն դուրս անեն, արդեն տեսակ հա ձեր ներկայությամբ որ խնդրեցի որպեսզի հանգիստ թողեն այդ մարդուն լավ, մի խոսքով։ Այս իմ մշտական շամպունը, ես միշտ դրանց եմ օգտագործում։ Մնացածը հարգելիները, մթերային գինիները, այդ արդեն էլ չհանեմ, այստեղ սփռեմ էլի, երբ տանը կնայենք։ Բայց կարող է չկարճացնենք սենց մնա, որ ինձ ավելի հեշտ է կառավարել, հա։ Դե անցպես կմտնես արդեն։ Չէ, հոստով լավ, որ մեկ-մեկ պետք կլինի հավաքել լինի, էլի։ Տեսակ չէ։ Հարգելի հետևորդներ, վերջ ես պաշտոնապես դարձա իմ մաման կտրելով մազերը, բոլորը, այդ նաև KFC աշխատակիցներ, ասան, որ ինձ շատ ծազում են։ Հավատը չի գալիս, որ այս մազափունջը ինձ է պատկանում, որտեղ ես կյանքում առաջին անգամ եմ ձեռք բերում նման մազափունջ, որովհետև ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ինձ չոլկամ այդքան էլ չի սազում։ Ամեն դեպքում դեռ փորձում եմ հարմարվել, ինձ համար մի քիչ անսովոր է, որ այս հատվածի վրա մազեր կան, ամբողջ ճանապարհին այս ինձ եմ եկել, որ հարմարվեմ, բայց դե այնքան բաների եմ հարմարվել, սա ինչ է, որ չհարմարվեմ։ Իսկ ես այժմ թանկագիններս պետքա շատ արագ տները հավաքեմ, հավաքել ասելով ուղղակի ամեն իր տեղում դնեմ սենց, մեկ էլ բազմոցը մի քիչ առաջ պետքա քաշեմ, որպեսզի մեր բազմոցը մի հատ քիմ մաքրում տեղ ունենա, հա, այսինքն փափուկ կահույքի մաքրում էր ինձ անհրաժեշտ, նաև աթոռները մեր կեսուրս մեզ ասում է երեխեք ջան, այդ գույնի բազմոց մի առեք, դժվար լինելու պահելը, դուք տանը երեխա ունեք, մենք երկու երիտասարդներով մեր էշը քշեցինք առաջ եւ գնեցինք սպիտակ բազմոց, սպիտակ որն է, մաշկագույն, սպիտակ համարյա, կարելի ասել, ինչի արդյունքում 6 ամիս անց փնտրում ենք արդեն քիմ մաքրում, որպեսզի մեր մոխրագույն դարձած բազմոցը ետ վերադարձնենք ին երանգին։ Վահանը ընկել արքայության մեջ, այսինքն միջավայր ենք ստեղծել իր համար։ Մեր գեղեցկուհի Տամարան
իր զենքերով, զինամթերքներով, չգիտեմ ոնց են կոչում ես, մի խոսքով եկել է, որպեսզի օգնի մեր այս մոխրագույն դարձած երևունին սարքենք իր իսկական գույնը սենց է, հələ ավելի բացել էր, ուղղակի էս բաց է փակել ենք, էլի գույնը սենց է եղել, մի խոսքով անցնենք գործ։ Ո՞ն էս չի կոտորվում։ Դու լավ կիմանաս, որ մեկ մեռնա, անուն հոտ մտնի Մարիամ ջան, երկար ժամանակ տնից թարմության հոտ կգա։ Հիմա աթոռները հերթով հանում ենք դնենք դուրս, որ արդեն շուտ չորանա, չնայած տան պայմաններում էլա չորանում, իմ ջայլոց վերջում Անուշաբույր սենց ինչ-որ բանով մաքրեցին, ինքն Անուշ սենց թարմության հոտ է գալիս կահույքից, որ համ է դեղորայքի հոտը չգա, որ իմ ջայլոց անվնաս են դեղորայքները, որ համել հետո տանը հաճելի լինի դնելը։ Թամարա ջանից գբացի այս փափուկ կահույքի մուքի մաքրումից էլ ինչ եք անում, ուզում եմ հետևորդները տեղեկանան, միգուցե իրենց պետք լինի, կամ հենց ինձ կարող է հետո պետք լինի։ Մենք կատարում ենք տների, բնակարանների, առանձնատների մաքրություն, գրասենյակների, հետշինարական ընթացքի կապիտալ մաքրում։ Հա, այսինքն շինարար ռեմոնտներից բանից հետո կարող է լինել ընդհանուր կապիտալ մաքրել, հա։ Այո, պատուհանների լվացում, ասացինք, վարակումների արտուկում, ծառայությունները մեր շատ են։ Ես տեսա, որ համել են գազօջախների, մի անգամ մաքրել է, հետևորդներս հարցրեցին, ասում, բայց կարելի է, այդպես ջուրը լցրեցի այդ գազօջախին մաքրեցի, ասի դե չի կարելի, բայց ես այդ սարքից չունեմ։ Բայց ես տեսա, որ ձեր մոտ ձեր կայքում անում եք դուք։ Այդ ինչ որ sense գազի արանքները, sense մաքրում է բան։ Գոլոշու սարքով մաքրում ենք անում, ախտահանում։ Իմիջայլոց հարգելի հետևորդներ, ինչ նյութեր որ այստեղ գործածվեցին, բոլորը անվնաս, այսինքն դե այդ պահին հա բույրը տարածում է տնով մեկ, վախենալու կարիք չկա, էլի որ դա կշնչեն երեխաները, ինչ որ վնաս կլինի եւ այլն։ Մասան հենց այդ մաքրող նյութն է։ Աշխատում ենք բարձրակարգ նյութերով։ Նաև հարգելի հետևորդներ ջան, եթե արդեն որոշել եք որ գիք ոյ դիշ կեղտոտեր եւ այլն, ուրեմն մի հատ sense ցավալի գաղտնիք բացահայտեմ։ Իրականում մեր կահույքը բացգույնի է, դրա մալ երևում է որ կեղտոտվել է, բայց այդ նույն կեղտը յուրաքանչյուր կահույքի վրա կա։ Ուղղակի գույնը մուգ է, չի երևում։ Եթե ինձ չեք հավատում, կարող եք կանչել այս մարդկանց ծառայությունը գա, ձեզ մատուցեն իրենց ծառայությունը ու համակուր կլինի ձեր տունը։ Համել այնուամենայնիվ իմացեք, որ կահույքը կեղտոտվում, ոնց է գորգը կեղտոտվում։ Մեր վրայի հագուստը մենք էլ թավալ չեն գալիս չէ գետնին, բայց կեղտոտվում է օգտագործումից։ Այդ տենց էլ էս ամեն ինչը։ Ոյ լավ էլի, լավ էլի։ Չէ, լավ է, Մարիամ ջան, անենք, նորմալ անենք։ Ինչ չարչարվեցին այս աղջիկները բարերով նկարագրելու չի։ Ու ինչի համար իրենք ասում են որ չենք չարչարվում, բայց ես տեսնում եի թե ինչ աստիճանի են ջան գործադրում, որպեսզի
ամեն անկյուն մանրակրկիտ մաքրվի։ Եթե իսկապես ուզում եք կանչեք ձեր տուն այնպիսի կլինինգ ծառայություն, որ 40 րոպեում գլխառատ չեն անում ու թողնում գնում, հետո ինչ լինի, ապա վստահաբար կարող եք դիմել իրենց, որովհետև նախ արտակարգ հաճելի մարդիկ են, շատ կուլտուրական շնորհքով են աշխատում, սրտացավորեն են կատարում իրենց աշխատանքը, տպավորությունը թե դա իրենց գույքն է։ Այնպես որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս։ Ինձ մնում է, որ բարձր աթոռներ ամեն ինչը հանել եմ դուրս չորանա, մնում է ուշադիր լինեմ վաղը քան թացա բազմոսը չբարձանա վրան տեղերը տպի։ Մի խոսքով ու վերջ ես այս գլխացավանքից ազատվեցի, իմ բազմոցի երանգը վերադարձավ։ Հիմա հələ մուք է գույնը բազմոցի, որտեղ թաց է, որ բացանա ավելի լավ կերևա։ Իսկ այժմ եկեք ես այնուամենայնիվ ցույց տամ, թե ինչ պրոդուկտներ էի գնել, ուզում եմ շատ համեղ ուտելիք պատրաստեմ ամուսնուս համար, ով շուտով կգա։ Նախաճաշային ինչ ուզում եմ պատրաստեմ, բայց հիմա նախաճաշի ժամ չի, էլի։ Ինձ պետք է գալու այսենց հացիկ ավոկադո, կատնաշոռային պանիր, 2 հաձու եւ խեցգետնի ձողիկներ, այսպես կիսատուններ։ Այս հացիկը, որը արդեն պատրաստի կտրտած էի գնել, դրել եմ օդային տապակիչի մեջ, որպեսզի համ տաքանա, համ մի քիչ խրթխրթան դառնա։ Ես պարզապես ձևից եմ դրամ այլ տենց եմ անում։ Դուք կարող եք սովորական չոր վիճակում առանց ձեթի թավայի մեջ դնել, տաքացնել ու խրթխրթան սարքել։ Այստեղ ուղղակի նախասիրության հարց է, էլի, համով է մի տեսակ տաքու խրթխրթան հացը։ Արդեն պատրաստ է, սա թողնում ենք մի կողմի վրա հələ որ։ Հա, իմիջիայլոց ես փորձեցի իմ պոչիկը կապել, տեսնել հնարավոր է, որ ամբողջությամբ հավաքեմ մազափունջը հարկ եղած դեպքում, որտեղ ես ինձ լավ ճանաչելով հանդարտ վստահ եմ, որ հաճախ կունենամ դրա օգնության կարիքը, այո, եղավ, ամենակարևորը առանց որևէ այսպես մազակալների հնարավոր է ուղղակի հավաքել պոչիկը եւ շնչահեղձ չլինել։ Թանկագիններս նայեք ինչ հրաշք կապս է ստացվեց։ 2 ձուն եւ այստեղ ուրեմն հացը խրթխրթան, հացի վրա կսված կատնաշոռով պանիրը, որից հետո մեկի վրա դրել եմ խեցգետնի ձողիկները բզկտված, հետո նոր ավոկադոն շարել եմ, իսկ մյուսի վրա պարզապես ավոկադո, իսկ վրայի այս շագանակագույն սոուսը դա ունագի սոուս է էլի ձևիստության համար։ Մի խոսքով այսքանը։ Ուրեմն հեսա մարդիկ կմտածեն, թե ես թեմում եմ աշխատում, բայց ոչ։ Անդրանիկը ինչ պատվիրել էր իրեն, գրեթե ոչինչ բանը իր հակով չեղան։ Հետո այնտեղ պայուսակ կար, տեսակ, որ սիրուն չէր։ Մի խոսքով այդ ամբողջը հետ է ուղարկել Անդրանիկը, թե ոնց արել տարբերակով տեղյակ չեմ, բայց կարողացել է հետ ուղարկի, բայց այդ գումարը ոնց որ քո հաշվին չի նստում է թեմուի հաշվին, հետեւաբար որպեսզի չկորեր, նոր բաներ ենք պատվել, հուսալով, որ դրանք մեր հակով կլինեն։ Հիմա այստեղ աղագին Անդրանիկին շորեր կար, այտենց չեմ ուզում, դե Անդրանիկինն է, էլի չեմ ուզում այդքան ցույց տամ, իր հագուստներն են։ Իմ աչքով այս պահին իդեալական կլինեն, իսկ մնացածը ինչ ինձ ա վերաբերվում, եկեք ես ցույց տամ ձեզ։ Ուրեմն այստեղ մի հատ այսպիսի լուսամփոփ ու այս լուսամփոփը իր հեռակառավարման վահանակ ունի, պետք է որպեսզի դնենք մեր բազմոցին սենց որ գալիս է թեք, այս հատվածը փոսիկ ունի, այդտեղ նախատեսված է որևէ աքսեսուար դնելու համար, որպեսզի այդտեղ դնենք, քանի որ գիշերները, երբ որ Վահանին քնասում ենք հովես ատեղ նստել է, սիրում ենք ես ու Անդրանիկը նստենք թեյենք, բայց հյուրասենյակի լույսը պետք է անջատած լինի, որ չընկնի սենյակ Վահանի ու Վահանին խանգարի։ Ու տեղ լուսամփոփի կարիք շատ էր զգացում։ Մեր հեռախոսներով էինք լույս գցում, որպեսզի տեսնեինք այդ թեյի բաժակն ենք բռնում, թե ընդհանուր սեղանն ենք քաշում։ Մի խոսքով շատ լավն է, հեռակառավարման վահանակել ունի, հրաշալի է։ Շատ է դուրս եկել սա։ Լոգանքի համար սփունգ չեն, ինչ են կոչվում սրանք, մի խոսքով դրանցից։ Սա հոնքերի գել է, իմ գելը արդեն վերջացել էր, սենց մի կերպ մեջից քերում հանում օգտագործում եմ, մինչև սա հասներ։ Այնքան լավն է թվում, չգիտեմ իրականում ոնց կլինի, բարակ վրձնով։ Այս Վահանի խաղը, սա շատ հայտնի խաղ է, բոլորը գիտեն, դրսում խաղալու համար է բաց տարածության մեջ։ Հա, քորքը հեռացնելու համար սարք էր ինձ պետք։ Ես չգիտեի, որ առասարակ գոյություն ունի քորք հեռացնելու սարք, այնքան ժամանակ մինչև նշանադրության օրը հորեղբորս հարսը ինձ նվիրեց այդ սարքից, ու ես դա դեռ այն ժամանակվանից օգտագործեցի, ամուսնացա հետս բերեցի ստեղ ու առ այսօր, այսինքն 9 տարի արդեն, այն որ չլում էինք դա, արդեն ինքը սուր չէր էլել այդքան ու չէր կարողանում լավ աշխատել։ Մենք էլ վերջապես որոշեցինք նորը պատվիրել։ Նախ այնքան սիրուն է արտակնապես էլի նայեք ինչ լավն է, շատ սիրուն, երկրորդն էլ հզորությունը բա։
Այստեղ գրում է թե մարդկոսն ինչքան տեղ ունի աշխատելու։ Շատ լավն է, դուրս շոտ եկավ։ Հետո այստեղ Անդրանիկը ինձ մի քանի բաներ է պատվիրել, էլի նայեք, այսենց թույլ շալվար, ամառային թեթև բաներ են էլի հագնելու։ Իր տոպով։ Շալվարը կլինի տոպը, բայց խիստ կասկածում եմ, որ կլինի մի քիչ փոքրուտ է երևում։ Էլի շալվար, շատ սիրուն է։ Սիրուն, կարճաթև։ Այդ նկարում ներկայացված էր որպես սա ժակետի նման որ գցեն էլի իրենց վրա, ոչ թե հենց վերնաշապիկ, այսինքն տակից ինչ որ բան պետք է հագնես, որովհետև փորը բաց է։ Չնայած կարող է մարդկա տենց իրեն թույլ տալիս է հագնի, իմ համար օքեյ է, ես չեմ հագնում ուղղակի տենց։ Ոյ, ես մեկին ինքուն եմ սպասել, ջինսից զգեստ է, նայեք ինչքան լավն է։ Այս հատվածը ասենց կապվում է, մի քիչ քիփա լինում, մի խոսքով շոտ էի սրան սպասում։ Ինքան եմ ուրախացել, էլ ասելու չի։ Թանկագիններս։ Ահա, սա էլ այս պատվերները, որոնք էլ ուզեցի ձեզ հետ կիսվեմ, մնում է Անդրանիկն էլ գա թող ինքը իր հագուստները փորձի, տեսնի լավն է, վատն է ու հասկանա։ Իսկ ձեզ շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութը մինչև վեր դիտելու համար։ Ձեզ լիքը պատճիկներ եմ անում։ Պակա։